Այդ պահն է պետք է հասկանալ, որտեղից սկսենք ու սկսենք ախպեր։ Հայաստանում մեծ ժողովրդականություն են սկսել վայելել բագիները։ Ավտոսան Racing 2026-ը առանձնանում է ևս մեկ բանով։ Այս անգամ մրցաշարին ընդգրկված են նաև բագիները։ Երդվյալ արշավորդ Հայկ Վարդանյանը, որ իր մարզական կարիերայի ընթացքում անցել է գրեթե բոլոր մրցարշավային դիսցիպլինների միջով, սկսած քարթինգից ու դրագից մինչև դրիֆտ ու օֆրոդ, այս անգամ որոշել է իր ուժերը փորձել բագիների դասում։ Իրականում շատ երկար ժամանակ ավտոսպորտով եմ զբաղվում, կարելի է ասել երևի վաղ հասակից, որ արդեն կարելի է մեքենա վարել։ Ինչ որ մի օր տենց գնացինք նայելու ուղղակի օֆրոդի մրցումը ու շատ պատահական մասնակցեցինք։ Իրոք գնացել էինք նայելու ու ջիպով էինք գնացել, տենց ասեցին եկեք սկսեք մասնակցեք։ Մտանք սկսեցինք մասնակցել ընկերոջս հետ ու հասկացանք, որ ադրենալինի ահագին չափականակ կա, քան մենք մտածում ենք, որտեղ մեզ թվում էր, որ drag racing-ի մեջ է ամենամեծ ադրենալինը, որտեղ արագություն կա, էս կա, այն կա, բայց պարզված չէ, որտեղ թեկուզ քիչ արագություններով, բայց ավելի ադրենալինով լի է օֆրոդը, ու տենց սկսեցինք օֆրոդով զբաղվել, երևի թե 4.5 տարի, իհարկե չենք դադարել, բայց հիմա անցել եմ բագիների։ Հիմա բագիներով ենք փորձում, չէ՞ որ բագիներով արդեն կրկնակի ավելի արագ ես, կրկնակի ավելի ադրենալին ու տենց հերթով գնում ենք, չգիտեմ վերջում ինքնաթիռ եմ քշելու թե ուղաթիռ, բայց ամեն դեպքում։ Դե ինչպես ասում են, Հայկը, որ ներկայացնում է Prime Auto Group-ը, մրցարշավներին վարում է ամեն ինչ, ինչը հնարավոր է վարել։ Դե ոնց հասկացանք, ուժեղ անձրև եկավ, հնարավոր ամենաուժեղը, որ կարելի բացի կարկուտից, երկու բան փոխվեց հիմա տրասում, համ փոշին վերացավ, որ խանգարում էր իրար հետևից քշելուց, ասենք լցնում էր քո վրա, փոշին շնչելն էլ հետո անհարմար է, հիմա դառավ ավելի սղլիկ, բայց տրասը դրա պատճառով հետևաբար ավելի դժվար ու հետաքրքիր։